ԱՄՆ-ից մինչև Հարավային Կովկաս եւ Մերձավոր Արևելք։ Աշխարհաքաղաքական նոր զարգացումներ, պատժամիջոցների սպառնալիքներ, լարվածության աճ եւ սկանդալային բացահայտումներ։ Բարև ձեզ, Փաստինֆոյի եթերում բաց մի թողեք հաղորդաշարն է, որի շրջանակներում շարունակում ենք հետևել թշնամու ներքին անցուդարձին։ ԱՄՆ Սենատը հավանություն է տվել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների օրինագծին, որը նախատեսում է ռուսական նավթը խոշոր ծավալներով գնող երկրների նկատմամբ մինչև 100% մաքսաթուրքերի սահմանում։ Օրինագծում կոնկրետ երկրներ չեն նշվում, սակայն սահմանված չափանիշների համաձայն հնարավոր թիրախների թվում կարող են հայտնվել Չինաստանը, Հնդկաստանը, Սլովակիան, Հունգարիան եւ Ադրբեջանը։ Փաստաթուղթը դեռ պետք է ընդունի Ներկայացուցիչների պալատը եւ ստորագրի նախագահ Դոնալդ Թրամփը։ Միաժամանակ վերլուծաբանները կասկածում են, որ պատժամիջոցները անմիջապես կազդեն ռուսական նավթի խոշորագույն գնորդների վրա։ Եթե օրենքը վերջնականապես ընդունվի, հետաքրքիր է Ադրբեջանը կկարողանա խուսափել Վաշինգտոնի նոր պատժամիջոցներից, թե Ալիևի ռեժիմի համար եւս նոր խնդիրներ կստեղծվեն։ Աբխազիան Թուրքիայի հաջորդ թիրախն է։ Թուրքիայի 10 ընդդիմադիր կուսակցություններ կոչ են արել ճանաչել աբխազական անձնագրերը եւ Աբխազիայի հետ հաստատել ուղիղ ծովային ու օդային հաղորդակցություն։ Սա կարող է դառնալ Աբխազիայի անկախության ճանաչման առաջին քայլը։ Սուխումում նախաձեռնությունը ողջունել են, սակայն սպասում են Ռուսաստանի արձագանքին։ Միաժամանակ Աբխազիայում ընդդիմությանը մեղադրում են թուրքական խաղաքարտերը խաղարկելու եւ Ռուսաստանին Աբխազիայից հեռացնելու փորձի մեջ։ Թուրքիայի այս ակտիվացումը հարց է առաջացնում. արդյոք Անկարան փորձում է ստուգել Ռուսաստանի թուլության աստիճանը եւ Արցախից հետո իր ազդեցության տակ վերցնել նաեւ Աբխազիան։ Հայաստանի համար սա եւս մեկ լուրջ ազդանշան է, հատկապես հաշվի առնելով, որ Աբխազիայում մեծ թվով հայեր են բնակվում։ Թալիշ Թելեգրամյան ալիքի փոխանցմամբ Ադրբեջանում հակաիրանական քարոզչության հիմքերը դրվել են Աբուլֆազ Էլչիբեի իշխանության տարիներին։ Նրա քաղաքականությունը բացահայտ պրոթուրքական եւ հակաիրանականներ նահանդես էր գալիս պարսկական շովինիզմի դեմ, ճակերտավոր շովինիզմի եւ առաջ էր մղում հյուսիսային ու հարավային Ադրբեջանի միավորման գաղափարը։ Էլչիբեը նույնիսկ Թավրիզը հռչակում էր Միացյալ Ադրբեջանի ապագա մայրաքաղաք, փաստացի մարտահրավեր նետելով Իրանի տարածքային ամբողջականությանը։ Նրա նախկին համախոհ Նեյմաթ Փանահին պնդել էր, որ Ալչիբեը կապված է եղել իսրայելական շրջանակների հետ եւ հենց այդ շահերից ելնելով է Ադրբեջանում հակաիրանական տրամադրություններ սերմանել։ Հետագա ադրբեջանական իշխանությունները շարունակեցին այս քաղաքական գիծը տարիների ընթացքում Իրանի նկատմամբ թշնամական քարոզչությունը դարձնելով պետական քաղաքականության կարևոր բաղադրիչ։ Շլչոկ Տանոսը Թելեգրամյան ալիքի փոխանցմամբ Ալիևին քիչ է Ադրբեջանի նախագահ լինելը։ Ալիևը կարծես արդեն իրեն Հայաստանի կառավարության անդամ է համարում։ Նա պատմում է, թե ինչպես է Հայաստանում իրականացվելու TRIP ծրագիրը եւ հայտարարում, որ ադրբեջանցի մասնագետներն արդեն ուսումնասիրել են Հայաստանի տարածքը, նույնիսկ որոշելով էլեկտրահաղորդման գծերի հենասյուների տեղադրման վայրերը։ Ավելին, Ալիևը սկսել է մտահոգվել Հայաստանի էներգետիկ ապագայով եւ խոսել ատոմակայանի փակման ու դրանից հետո հնարավոր էներգետիկ ճգնաժամի մասին։ Բայց այստեղ ամենակարևոր հարցը սա է. ով է ադրբեջանցի մասնագետներին թույլ տվել շրջել Հայաստանի տարածքով եւ որոշել ենթակառուցվածքների տեղադրման վայրերը։ Եթե Ալիևը ստում է, թող Հայաստանի կառավարությունը պարզաբանի, եթե չի ստում, առավել եւս, գրում է Թելեգրամյան ալիքը։ Թուրքիայում նույն օրը գրանցվել է Ադրբեջանի երկու քաղաքացիների կասկածելի մահվան դեպք։ Ստամբուլի Քաղաքանետ շրջանում ոստիկանությունը բնականում հայտնաբերել է 57-ամյա Լատիֆա Իբադովայդին։ Բռնի մահվան ակնհայտ հետքեր չեն հայտնաբերվել, սակայն բնականում հայտնաբերվել է թմրանյութ պարունակող շիշ։ Նույն օրը Ստամբուլի մեկ այլ շրջանում Գազի Օսման Փաշայում բնակարանում հայտնաբերվել է ադրբեջանի քաղաքացի Ռովշան Զեյնալովի։ Նրա քույրը Մաթանթա Զեյնալովան գտնվել է նույն բնակավայրում։ Ոստիկանությունը բնականում արյան հետքեր է հայտնաբերվել։ Երկու դեպքում էլ Թուրքիայի իրավապահները հետաքննություն են սկսել մահվան հանգամանքները պարզելու համար։ Ադրբեջանական բանտում ռուսաստանցի պատանդին խոշտանգումների են ենթարկել, հասցնելով հիշողության կորստի։ Ինտերնացիոնալի փոխանցմամբ Ալիևի ռեժիմի կողմից պատանդ վերցված 23-ամյա ռուս ուսանող Դմիտրի Ֆյոդորովն այլևս չի ճանաչում հարազատներին։ Մոր հետ հանդիպման ժամանակ նա չի կարողացել հիշել նրա անունը եւ սեփական մորը շփոթել է քրոջ հետ։ Իրավապաշտպանները ահազանգում են, երիտասարդին անհրաժեշտ է անհապաղ փրկել։ Ֆյոդորովին Ադրբեջանը 2025 թվականին պատանդ է վերցրել Ռուսաստանի եւս 7 քաղաքացիների հետ։ Մեկ տարի առաջ նա Ադրբեջանի բանտային հիվանդանոցում շտապ վիրահատվել է, սակայն ըստ իրավապաշտպանների նույնիսկ ծանր վիճակում անհրաժեշտ բուժօգնություն չի ստացել։ Եվ սա այն դեպքում, երբ Ռուսաստանի պաշտոնյաները շարունակում են հայտարարել Ալիևի ռեժիմի հետ լավ հարաբերությունների մասին։
Ադրբեջանում որդին սպանել է մորը եւ թաղել տան բակում։ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը պարզել է Բաքվի բնակչուհի Լյուդմիլա Վենիամինովնա Տիֆոմիևյան հետացման հանգամանքները։ Քննության համաձայն կնոջը սպանել է որդին Էլնուր Մամեդովը։ 2025 թվականի հուլիսին մոր եւ որդու մեջ վեճ է ծագել։ Քննության տվյալներով Մամեդը բազմաթիվ հարվածներ է հասցնել մորը, ինչի հետևանքով կինը մահացել է։ Դրանից հետո նա մորը թաղել է տան բակում։ Ադրբեջանում պղծել են նահատակների գերեզմանները։ Բաքվի Սարուխանի շրջանի Ամիրջան ավանում գտնվող նահատակների ծառուղում վնասել են գերեզմանների շրջակայքը եւ գողացել այնտեղ տնկված դեկորատիվ ծառերը։ Միջադեպի տեսանյութը սոցիալական ցանցերում հրապարակել է Ադրբեջանի ռազմաօդային ուժերի կապիտան նահատակ Հայամ Ալիևի հայրը։ Իսրայելի բանակում էլ ավելի քան 100 զինծառայող լքել է ռազմաբազան։ Իսրայելական լրատվամիջոցների հաղորդմամբ Ստե Թեյման ռազմաբազայում իրավիճակը լարվել է եւ Գիվատի ստորաբաժանման ավելի քան 100 զինծառայող ի նշան բողոքի զենքը հանձնելով լքել է բազան առանց թույլտվության։ Հաղորդվում է, որ զինծառայողները հեռացել են անձնական իրերով եւ վերադարձել տուն առանց զենքի ու զինտեխնիկայի։ Միջադեպը ըստ հրապարակումների սկսվել է այն բանից հետո, երբ դասակի հրամանատարը կոտրել է ստորաբաժանման մոտիվացիոն կարգախոսներով մետաղական ցուցանակները։ Ադրբեջանը ակադեմիական ազատության մակարդակով աշխարհի վատագույն երկրների շարքում է։ Ակադեմիական ազատության Videm ինդեքսի 2025 թվականի տվյալներով վերջին 10 տարում աշխարհի բազմաթիվ երկրներում բուհերի ակադեմիական ազատությունը զգալիորեն նվազել է։ Հարավային Կովկասում ամենավատ ցուցանիշը գրանցել է Ադրբեջանը 178 երկրների շարքում զբաղեցնելով ընդամենը 165-րդ տեղը։ Համեմատության համար Վրաստանը 97-րդն է, իսկ Հայաստանը 99-րդը։ Այսպիսով Ադրբեջանի բուհերում ակադեմիական ազատության վիճակը տարածաշրջանում ամենածանրն է։ Այսօրվա համար պատրաստել էինք այսքանը։ Fast Info-ի հաղորդումներին արագ հասանելիություն ունենալու համար կարող եք բաժանորդագրվել YouTube-յան մեր ալիքին։ Մնացեք մեզ հետ։